Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր թողարկման եզրափակիչ մասում քննարկենք ևս մի հարց, որը մեր հասարակության մեջ տարբեր խոսակցությունների, դատողությունների եւ բանավեճերի առիթ դարձավ, խոսքը մի համերգի մասին է, որը օրերս տեղի էր ունեցել մեր մարզահամերգային համալիրում, այնտեղ համերգով հանդես էր եկել մի երգիչ Թաթուլ Ավոյանը, որի երգերն ունեն այսպես բազմաթիվ երկրպագուներ, որոնք էլ եկել էին այդ համերգին լսելու իրենց սիրելի երգչին։ Եվ դա առիթ դարձավ, որպեսզի խոսակցություններ ծագեն եւ բանավեճեր ընդհանրապես մեր հասարակության երաշտական նախապատվությունների, ճաշակի մասին, ընդհանրապես թե ինչ արվեստ է սպառում մեր հասարակությունը եւ ինչ են մեր հասարակությանը ուրեմն մատուցում արվեստագետները, տվյալ դեպքում ավելի շատ երաժիշտները Եվ նույնիսկ սա առիթ դարձավ մեր հասարակության բարքերի մասին տարբեր դատողությունների, իհարկե, որքան մարդ, այնքան կարծիք եւ սա այն հարցն է շատ սուբյեկտիվ, որտեղ յուրաքանչյուր կարծիք ունի կյանքի իրավունք։ Սակայն կան նաեւ չափանիշներ, արվեստի եւ Սրանք ևս կարևոր են, հետևապես այս հարցը միայն հաճելի է կոնկրետ երգիչ կամ կոնկրետ երգ, թե հաճելի չէ, միայն այդքանով սահմանափակվելը կլինի թերի։ Ուստի ոչ թե վերջակետ դնելու հավակնությամբ, այլ ուղղակի այդ արվեստի չափանիշների հիման վրա դատողությունների կարիք կա մեր հասարակության մեջ այնուամենայնիվ, որը լրացուցիչ, այսպես ասենք, վերաիմաստավորման առիթ կտա մեր քաղաքացիների համար։ Ովքեր են այդ դատողություններ անելու, այսպես հնարավորություն ունեցողները, դա հենց իրենք արվեստագետներն են։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով Միացյալ Նահանգներից Լոս Անջելեսից, ում սիրով ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրն է կինոռեժիսոր, դիզայներ Արտակ Սևադան, բարև եք եկել պարոն Սևադա, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Հարգանքներ ես պարոն Մերաբյան։ Պարոն Սևադա, Դուք իհարկե Հայաստանում աշխարհագրորեն բավականին հեռու եք գտնվում ֆիզիկապես, սակայն այս մեր երկրում անցուդարձին ուշի ուշով հետևում եք, իսկ արվեստին վերաբերող, երաժշտությանը, ճաշակի հարթությունը շոշափող այսպես շարժերին հետևում եք շատ ավելի մեծ ուշադրությամբ Եվ ձեզ համար արդեն որպես արվեստագետի մի պատկեր է բացվել այս իրադարձության բերումով, ինչպիսին է այն եւ դուք ինչ եք մտածում այս ամենի շուրջ, համեցեք։ Շնորհակալ եմ նախ կապի համար։ Ընդհանրապես արվեստի վերաբերյալ խոսալը մի քիչ անշնորհակալ գործ է, որովհետեւ ինչպես դուք ասացիք, ինչքան մարդ, այնքան կարծիք Գիտեք, խնդիրը նրանում է ըստ որ կան ճշգրիտ մաթեմատիկական ինչ-որ հաշվարկներ, կան ալգորիթմեր, կան նույնիսկ ֆիզիկայի կանոններ, որոնցից ելնելով տվյալ մշակութային գործունեությունը կամ գնահատվում է կամ ոչ։ Ես միշտ համարում եմ, որ դա ինչ-որ չափով անշնորհակալ գործ է եւ եթե համարել, որ տվյալ համերգների
կազմակերպիչները տիրապետում են այդ ալգորիթմերին, իհարկե ծիծաղելի կլինի, որովհետև այդպեսի բան չկա։ Ես կարծում եմ նրանք ինքները նույնիսկ շոկի մեջ են այն բանի հետ կապված, որ այդպեսի հաջողություն է վայելում դա։ Պատասխանները շատ ավելի մաթեմատիկական են եւ կարծում եմ, որ այստեղ դերը մեծ ունենում փաթեթավորում այն ամեն ինչի, ինչ դեպի մեջ, որ դա մատուցվում է ժողովրդին եւ տարօրինակորեն իրենց համար որպես սյուրպրիզ, այո, դա աշխատում է եւ ժողովուրդը դա վերցնում եւ գնահատում է եւ դա նշանակում է, որ դա ժողովրդին պետք է հայտնի խոսք կա, որ ամբողը զորավոր է եւ սխալվել չի կարող։ Ես իհարկե այդպես չեմ համարում։ Ես կարծում եմ, որ այն 3-ից 5% հասարակության, որը իրականում ստեղծում է մշակութային կարևոր ժառանգություն, նա էլ թելադրում է դա, բայց երբ որ պետության մեջ սկսած դեռ 30 տարի առաջ եւ դրանից հետո մանավանդ քոչարյանական տարիներին, երբ որ խոսվում էր այն մասին, որ թող մի երկու սերունդ էլ փարաջաններ չծնվեն, սա դրա հստակ պատասխանն է այսօր եւ մենք խաղում ենք այն արդյունքները, որը մենք ինքներս փաստորեն ցանեցինք։ Այդպես։ Պարոն Սևոդա, ի վերջո նաև գնահատականի հարց է։ Դուք ասում եք, այո, եթե ինչ-որ կա մի երկիչ, որը, ասենք, պայմանական երկիչ, հա, գալիս է իր ծրագրով, վաճառվում են տոմսեր, ի վերջո սա կոմերցիոն պրոյեկտ է, մարդիկ էլ գալիս են ոչ մեկին ոչինչ չի ստիպում։ Գալիս են, տոմսերն առնում են, գալիս երգում են, նույնը, ասենք, Լոս Անջելեսում եւս այդ ժանրի, հա, թույլ տվեք ասել, երգիչներ կան, որոնք եւս պոպուլյար են եւ այնտեղի հայությունն էլ էլի, ասենք, դե երգիչ, հա, համերգը հայտարարվում է, օրը, ժամը հայտարարվում է, տոմս են առնում եւ նայում ենք, ասենք, ստադիոններ են լցնում։ Հետևաբար մենք այստեղ ինչ-որ մեր գուցե լավի, վատի, գեղեցիկի, տգերի, հա, չգիտեմ, բարձրաճաշակի եւ գռեհիկի զանազանելու խնդիր ունենք երևի թե, հա։ Այո, իհարկե, միանշանակ։ Փոքր երկրներում ըստիս Հայաստանի պես երկրներում անպայման մշակույթը պետք է ունենա պետական հավանավորչություն, անպայման։ Եթե Ամերիկայի պես երկրում դա կա, նշանակում է Հայաստանում դա պարտադիր է։ Կարծում եմ, որ մշակույթի նախարարությունի մերձեցման օրվանից սկսած մինչև այսօր սխալը սխալի հետևից է կրկնվում, ինչ վերաբերվում է ուրեմն մեր մշակույթին։ Ես միշտ օրինակ եմ բերում 300 սպարտացի ֆիլմերի ստեղծումը ամերիկյան, կինոռեժիսորը մասնագիտությամբ վարսավիր էր մինչ արդ, մեկ էլ մի անգամից նկարում է 150 միլիոնանոց ֆիլմ։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ որ Ամերիկայում հակապարսկական ստրատեգիաներ էր սկսվել եւ համոզել ժողովրդին, որ պետությունը պետք է անպայման մտնի Պարսկաստան, դարձել էր շատ կարևոր այդ օրվա գործոնը։ Բնականաբար ժամանակին դուրս եկավ 300 սպարտացիների ֆիլմը, որտեղ պարսիկները նույնիսկ չէին ներկայացված, ինչպես իրանք իրականում կան, կիսասևամորթի տեսքով եւ այլն բան, այսինքն այդ ծայրահեղ գրոտեսկ տարբերությունը հունացու եւ պարսիկի հստակ է։ Սրանք բնականաբար State Department-ից եկող ստրատեգիաներ են, որոնք անպայման խրախուսվում են եւ նույնիսկ ֆինանսավորում են մասամբ, որից հետո այդ վարսավիր տղան մյուս օրը դարձավ 150 միլիոնանոց ֆիլմ նկարող ռեժիսոր։ Այսինքն կան անոմալիաներ, որոնք կապված են պետական ստրատեգիաների հետ։ Երբ որ մեր պետությունը, մեր պետականությունը Հայաստանի կազմակերպում են նման բաներ, այդ տեսեք 26 թվականին ընտրություններից ենք խոսում։ Հարց է ծագում մշակութային դաշտը ինչպես է նախապատրաստվում դրան։ Մենք գիտենք, թե ինչ հնարավորություններ ունի մշակույթը ժողովրդին ուրեմն խրախուսելու, ոգևորելու, ոգեշնչելու եւ սա շատ կարեւոր էլեմենտ է եւ ես անընդհատ նկատում եմ, որ մեր պետականությունը, մեր պետական այրերը ուրեմն վրիպում են այս հարցում։
թեկուզ հենց ի նպաստ իրենց անձնական շահերի, իրենց պաշտոնների, հասկանում եք։ Ռուսաստանի պես պետությունը նույնիսկ մեծ ֆինանսներ ներդրեց իր մշակութային զարգացման մեջ, այդ digitized կոչված էլեմենտի մեջ, որպեսզի ամբողջ իրենց դասական ժառանգությունը տեղափոխի դեպի 21-րդ դար։ Իմ բազմաթիվ այցերը Հայաստան եւ բազմաթիվ հանդիպումները պետական այրերի հետ այս թեմաներով ցավոք սրտի միշտ բախվել են ինչ-որ խնդիրների հետ։ Բնականաբար, եթե գալիս ես Միացյալ Նահանգներից, արդեն կան կասկածներ այն փաստի հետ, թե ինչ ես նկարում եւ ինչի համար ես նկարում։ Մի քանի անգամ նույնիսկ հստակ պատասխանել են, որ կարծում ենք հակառուսական պրոյեկտներ ես անում։ Այդպես, բնականաբար մշակույթը սրանից շատ տուժում է եւ այսօր քաղում ենք այն, ինչ որ մենք ցանել ենք արդեն 30-35 տարի։ Այսպես։ Պարոն Սևադա, այնուամենայնիվ, տեսեք, մի, չգիտեմ, հեղինակի չեմ ճանաչում, բայց մի հատ շատ լավ խոսք կա, էլի, որ ասում են, ասա ինչ ես լսում, ասեմ ով ես դու։ Լավ, այս դժվար է չհամաձայնելը սրան, բայց մյուս կողմից էլ կա օբյեկտիվ իրականություն, հա։ Տեսեք, մենք նեղսրտում ենք, որ լավ է ինչ, չգիտեմ, թուրքական, արաբական կամ ասենք ինչ-որ մոտիվ, ինչու ես կլկլոցով երգում եւ այլն։ Հիմա կներեք, ասենք դարեր շարունակ այս տարածքը եղել է, այսպես ասենք, մուսուլմանական գերիշխող մշակույթի այսպես ճնշման ներքո եւ այո, բերել է ինչ-ինչ փոփոխությունների, հիմա ժամանակակից մեր արվեստը սերում է այդ դարերից եկած այդ բանի, որը իհարկե Կոմիտասը զտեց, բայց դա այո, դարձավ այսպես բարձրաճաշակ արվեստ, բայց ոչ հիմք փոփ արվեստի, հա։ Միջդեռ, ասենք, նույն հենց վերցնենք Միացյալ Նահանգները, որտեղ դուք ապրում եւ աշխատում եք, այնտեղ ինչ է։ Այնտեղ country-ից սերված երաժշտությունը, որը դարձավ ջազ եւ հետո գրավեց աշխարհը։ Նաև Հայաստանում կան բազմահազար երկրպագուներ ջազի, բայց իհարկե չես համեմատի այս ժանրի, որը ռաբիզ են կոչում, այս ժանրի պոպուլարության հետ։ Այնուամենայնիվ, հա, այդ երաժշտական ճաշակի վրա ազդեցության, ի վերջո, տեսեք, կան դպրոցներ, այնտեղ երգի դասատուներ, երգի դասեր, կան երաժշտական դպրոցներ, որտեղ թե ժողովրդական գործիքներ են, թե, չգիտեմ, դասական երաժշտության, հա, թե ժամանակակից այլ, այսպես ասենք, ոչ դասական, չնայած դրանք էլ եւս դասական են, հա։ Այս ամենը ինչպես կարող է ազդել, ի վերջո, դե լավ, ասենք, այսպես դա ամենայն դեպս այն չէ, ինչ բնորոշում է հայկական մշակույթը, լինի փոփ մշակույթը, դասական մշակույթը, թե եւ այլն։ Ձեր մոտեցումը ինչպիսին է։ Գիտեք, ես բազմիցս ապացուցել եմ իմ երաժշտական գործերում, որ մեր հոգևոր երաժշտությունից մինչև Բիթլզներ ընդամենը մեկ քայլ է։ Դորիան մոդ երաժշտական ժանրը, որը գալիս է եւ մեր հայկական հոգևոր երաժշտությունից, բնականաբար Կոմիտասի մեծ ժառանգությունը դրանից հետո մեր ժողովրդական գործերը վերամշակման եւ համամարտկային դաշտ հանելու իր մեծ գործում ես կարծում եմ անկեղծ ասած, որ մեր եվրոպական նկրտումները իրականում պետք է կրեն մշակութային բացատրություն եւ այնպես այսօր մեր վարչապետը չի անում այդ ընտրությունը վերջնականապես, չնայած ժողովրդի մեծամասնությունը ձեր օգնությամբ հասավ այդ որոշմանը, նույնպես չի արվում այդ մշակութային քայլը, այսինքն
մենք կոմիտասի շնորհիվ եվրոպականացրեցինք այն երաժշտությունը, որը հենց հիմքն էր ըստիս եվրոպական երաժշտության, բայց ժողովրդի մոտեցումը եղավ այլ կերպ եւ դա գալիս է նույնպես պետական այրերի պահվածքից ինչպես երկրի քաղաքականությունը այնպես էլ մշակույթը եւ հակառակը այստեղ իմ կարծիքով ոչ մի տարբերություն չկա ըստիս մենք հայրենասեր ենք դրսում մենք օտարամոլ ենք երկրի ներսում սա շատ կարեւոր գնահատական եմ համարում սա հենց ասում էր Աղասի Այվազյանը որ ինձ շատ էի սիրում մենք հայրենասեր ենք դրսում մենք օտարամոլ ենք ներսում գնահատում ենք չգիտեմ ռուսական երաժշտություն այսպես կոչված պապսան վստահ եմ որ նույն կերպ ինչպես ռաբի երաժշտությունը լցնում ենք դալիչները նաև ռուսական համերգների եւ սա ընդհանուր գնահատականն է դառնում եւ ընդհանուր որակը այն ինչ մենք այսպես ասած ինչ ցանում այն հավաքում ես բարդ է գիտեք անկեղծ ասած շատ բարդ է ասել ինչն է պատճառը եւ ինչ ալգորիթմեր են որոնք վերջին հաշվով աշխատում կամ չեն աշխատում բայց ճաշակը որակը սրանք սկզբունքներ են որոնք ցանում ես 25-30 տարի առաջ եւ դրա արդյունքները քաղում ես ասենք մոտավորապես 50-ից 60 տարի հետո հիմա խնդիրը այն չէ որ Փարաջանովներ մի երկու սերունդ թող չլինեն այլ նրանում է որ բա եթե այլևս երբեք չլինեն հասկանում եք շատ վտանգավոր է սա դա որ եթե երբեք չլինեն եթե միջին ուրեմն երիտասարդը այսպես ասած ստատիստիկ արդեն ամբողջովին օտարամոլ է իր ճաշակով եւ այդ լատինատար գրելը այդ երաժշտական ինֆլուենսները այսպես կոչված օտարի են ըստիս դա արդեն շատ մեծ պետականության վնաս է մենք անդադ խոսում ենք մեր պետականության պահպանման մասին բայց ինչի համար ենք մենք պահպանում մեր պետականությունը ինձ համար շատ կարևոր հարց է սա ինչն է որ մեզ պետք է թույլ տա որպեսզի մենք պահենք մեր պետականությունը դա մեր մշակույթն է միմիայն որտեվ առանց մշակույթի մենք ընդհանրապես ինչ որ մի հատ ազգաբնակչություն ենք որը ապրում է տվյալ տարածքի վրա եւ գիտեք շատ ժամանակ որ ասում են հայերին կվերացնեն Հայաստանը կվերանա ես չեմ մտածում հայերին կվերացնեն ես մտածում եմ Բաբաջանյան կվերացնեն Խաչատրյան կվերացնեն Փարաջանով կվերացնեն ես մտածում եմ այն ժառանգությունը որ տվյալ ազգը ունի թողել եւ դեռ պետք է թողնի ես ավելի քան վստահ եմ որ եթե մեր պետությունը մեր այրերը կարողանան ճիշտ ներդրում անեն մշակույթի մեջ մենք ընդհանրապես 1-ից 2 սերունդի ընթացքում կունենանք ռենեսանս հայկական հողի վրա ես ավելի քան վստահ եմ այն ինչ որ տալիս է մեր ժողովուրդը իր ծոցից իր զավակների իր մինասների իր փոքրիկ գյուղերից դուրս եկող մարդիկ որոնք համաշխարհային կերպարներ են դառնում ասենք Խաչատրյանի պես միայն պետք է հավատալ որ այդ ներդրումները որոնք արվում են մեր տաղանդի մեր արվեստագետների մեր երիտասարդների մեջ չափազանց կարևոր են երևի թե ավելի կարևոր պետականության կայացման եւ պահպանման համար ըստիս Պարոն Սևադա, մի հարց տան, որ ենթադրում եմ, իհարկե մեր ունկնդիրը կարող է, ասենք, ինքը բարձրաձայնել։ Հա, լավ, ասեն, ինչ ասում եք, ճիշտ եք ասում։ Այո, արվեստ, այո, մշակույթ։ Հիմա լավ մարդ ենք, մենք էլ սեղան սիրող ժողովուրդ ենք, շրջապատ սիրող ժողովուրդ ենք, դե կնստենք, մի երկու բաժակել կխմենք, դե կոմիտասի տակ չենք բարի, պիտի մի քիչ նենց բան դնենք, տրամադրություններս լավանա, ինչ վատ բան կա դրա մեջ, ինչու եք այդ խեղճ երկչի հետևից ընկել վատաբանում եւ այլ, մինչդեռ չենք էլ վատաբանում, ուղղակի դատողություն ենք անում, ձեր այսպես ասենք, ձեր արձագանքը հիպոթետիկ նման հարցին, էլի։ Ընտրեմ մեծ հաճույքով, երբ որ սեղանների ենք նստում եւ մենք նույնիսկ պրիմիտիվ փոքրիկ զրույցների մեջ խոսում ենք կամ կենաց ենք բարձրացնում, այսօր ուշադրություն դարձրեք բառապաշարի սակավությունը, ուր է հասել։
ընդհանուր մինչև ընդօրինակում ենք ուրիշ երկրներ, ուրիշ բառեր ենք օգտագործում, վերջերս շատ եմ լսում այդ արտահայտությունը, խմում եմ քո համար, խմում եմ քեզ համար։ Տվյալ մարդուն ուզում ես ասես, որ սիրելիս, խմիր քեզ համար, բայց եթե խմում ես իմ կենացը, դա հայերենում այդպես է հնչում։ Եթե թարգմանում եք ռուսերենի «я пью за вас», ճիշտ չեք անում։ Մենք ունենք լեզու, մենք ունենք բառապաշար, դա էներգետիկա է, դա վիբրացիաներ են, դա տանում է լրիվ ուրիշ դաշտ, չափազանց կարևորում եմ սա, որպեսզի մենք ոչ միայն խոսենք հայերեն, այլ նաև մտածենք հայերեն, եւ կարողանանք զատել մի լեզուն մյուսից։ Երբ որ մեր մոտ աջապ սանդալ հոգեբանության մեջ լեզվամտածողության այդ բանը փոխվում են նաև մեր ստանդարտները, այսինքն դա փոխում է մեր մշակույթը։ Լեզվամտածողությունը բերում է նոր վիբրացիաներ եւ այդ վիբրացիաներն են, որ այսօր համալիրում ստացան իրենց պատասխանը։ Էնպես որ ես կարծում եմ անձնական ուրախությունները եւ տոնակատարությունները չպետք է դառնան համազգային։ Դա միշտ էլ եղել է սովետական շրջանում էլ կար, բայց այն ինչ որ կատարվում էր ձեր օջախում կամ ձեր ռեստորանային հավաքույթներում, դա չէր ամբողջ ազգով մեկ ներկայացվում։ Գիտեք, ըստ իս սկսվեց այն ցածրորակ մատերիալներից, որոնք ստեղծվում էին արդեն պոստսովետական իրականության մեջ, այդ մեր բակերը, այդ կավեհները, այդ անեկդոտային մակարդակի հումորները, որտեղ ոչ թե հումոր էին անում, այլ ձեռք էին առնում իրար, սա բերեց այն այսօրվան, որտեղ նմանատիպ կերպարները քաղաքական դաշտում նույնիսկ գնահատվում են եւ բարձր ռեյտինգներ են ստանում։ Այսինքն իրականում, եթե մի քիչ գրոտեսկ ասեմ, քաջնազարային դարաշրջան է դարձել, որտեղ այդ կերպարները մեկ դարքեմ ջարդեմ 1000 դարձել են արդեն ազգային իկոնաներ նույնիսկ բարձր գնահատված եւ նույնիսկ նրանց խոսքը արդեն մեջբերում են անում, նույնիսկ եթե դա կիսահայոյանքի տեսքով է։ Շատ վտանգավոր է, մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք ուրեմն այն մշակույթին, որը ստեղծում ենք։ Ես կարծում եմ մի քիչ այստեղ արվեստագետների մեղքը կա, որովհետև այն դպրոցները, որոնք պետք է ստեղծվեն կինոյում, դիզայնում եւ շատ այլ ժանրերում, ուղղակի չկան։ Շատ անկեղծ ասած շատ բարձր եմ գնահատում այն ինչ որ հայրս է այսօր անում Հայաստանում, ոչ թե որտեղ նա իմ հայրն է, այլ որովհետև իր արած աշխատանքը իմ կարծիքով անգնահատելի է։ Այն դպրոցը, որը ինքը ստեղծել է եւ կրթում է երեխաներ այն միջավայրում, որտեղ այսօր դա շատ բարդ է անել։ Երբ որ խոսում ես բարձր արվեստից, մեծ քանակությամբ մարդիկ խոսում են բաշարաչիությունից։ Վերջերս խոսում էին մի կինո դերասանի մասին, որի անունը չեմ ուզենա բարձրաձայնել, բայց հայտնի հայաստանյան կինո դերասան է։ Եվ գովում էին իրեն, գովում էին կինոգործիչները ու շատ մեծ համակ ունեցող մարդիկ նախկին 50-60 տարվա։ Եվ ես ապշեցի ուղղակի։ Ասեցի ինչի մասին եք խոսում ախր։ Անտաղանդ է այդ մարդը, ասեցին այո, բայց բաշարաչի է։ Այսինքն մենք, երբ որ տաղանդը խառնում ենք ունակությունների հետ, այստեղ շատ մեծ լուրջ բախում ենք ունենալու ապագայում, իրական գնահատականներ տալու շնորհքով եւ անշնորհքին եւ տաղանդավոր եւ անտաղանդին, որտեվ անել դեռ դա չի նշանակում մնալ պատմության մեջ, անել դեռ դա չի նշանակում ստեղծել շարունակողական մշակութային ինչ-որ ժառանգություն։ Սա բոլորին տրված չէ բնականաբար եւ ես ուղղակի պետք է հրախուսեմ, որպեսզի նման համերգները, նման այսպես ասած հավաքույթները արվեն շատ ավելի փոքր մակարդակով, որովհետեւ սա շատ վատ տեղ է իրականում տանում, հասկանում եք։ Ինչ է նշանակում Պարսկաստանից կամ Վրաստանից այսօր գալիս են նմանատիպ համերգների, ել չեմ ասում Հայաստանի ժողովուրդը։ Ինձ համար բավականին վիրավորական է, երբ որ ես տեսնում եմ այնինչ կատարվեց Գյումրիում, եւ սա ըստ իս իր տեսակի մեջ այդ նույն գյումրիացման պատճառներից մեկն է, որովհետեւ մենք կենտրոնացման լուրջ եւ ծանր խնդիր ունենք այսօր։ Եվ դա մշակութային է, հասկանում եք, ինչի այսօր մարդը չի գնում, այսինքն ճիշտ ընտրությունների, որովհետեւ այդ ինֆորմացիոն, այդ noise կոչվածի մեջ, այդ ընդհանուր
ուրեմն ձայնի այդ ընդհանուր այդ noise կոչվածի մեջ շատ բարդ է այսօր կարողանալ զատել, դատել եւ հասկանալ որն է իրականը, որը չէ, որն է ստում, որը չէ եւ դրա համար գիտեք նույնիսկ այս վերջերս անդադ ես լսում եմ շատ է կրկնվում որ դե հերիք է դուդուկա խեղտ անեք սա էլ իր հերթին նորից ինչ որ մեծ շատ վտանգավոր էտապ է մեր կյանքում այսինքն գիտեք ինչ ուրախանալ մի քիչ ուրախ մի քիչ մենք նույնիսկ չենք հասկանում ուրախանալու կոնտեքստը դա ինչ է իր մեջ պարունակում եւ այդ ինչ տերմիններ ենք օգտագործում ինչ է նշանակում մի դուդուկացրեք այսինչ ամերիկյան լավ խոսք ասում են paying body այսինչ ցավի մարմին է որը մենք մեր հետ կրում ենք որը մեր ունեցած ժառանգությունը մեր ունեցած երաժշտական գործիքների ձայնը այսօր ներկայացվում է որպես նեգատիվ հասկանում եք այսինքն մի դուդուկացրու մի տխրացրու այսինքն մտածել մի տուր ես ուղղակի ապշում եմ այս տեսակի մտածողության վրա որը արդեն դարձել է ազգային նկարագիր եւ այդ ձեր ասած համերգները որ լցվում են իրանք արվում են նույն պատճառով գիտեք մարդը որը դեպրեսիայի մեջ է ինքը իր հերթին նայում է ուրիշ մարդու մասին որը իրանից ավելի դեպրեսիվ վիճակում է մոռանալով իր դեպրեսիան սկսում է հետևել դիմացինի դեպրեսիային կինոյի տեսքով երաժշտության տեսքով եւ դա իրեն ինչ որ անհասկանալի նորից էլի մաթեմատիկական ալգորիթմեր է որը աշխատում է եւ նույն պրինցիպով արվում է նույնի հակառակը այստեղ հոգեբանական շատ ծանր տրավմաներ են տարած այս մարդիկ որոնք այսօր 5 րոպեանոց արագ ինչ որ բաներ լիցքաթափում են ուզում հասկանում եք այ հասարակարգը ցավոք սրտի մեր այսօր այդ վիճակում է ինչի են այսօր այդ նույն երիտասարդները անեկդոտային մակարդակի շոուներ կազմակերպում Հայաստանի եւ արտասահմանի տարբեր քաղաքներում եւ ֆուլ դալիճներում են անցնում սրանք որտեվ մենք կորցրել ենք մեր արմատները որտեղից գալիս ենք սովետական 70 տարվա տրադիցիաները բնականաբար ընդհանրապես խառնել են այդ բոլոր ալիքները մեզ համար եւ հիմա կանգնած ենք այսպես ջրբաժանի առաջ ինչպես դուք սիրում եք ասեք այդ ջրբաժանը իր հերթին մշակութային է եւ այդ մշակութային ջրբաժանն է որ վերջին հաշվով պետք է բացի դռները մեր պետականության որովհետեւ ոնց ենք ներկայանալու աշխարհին ինչով սա կարեւորագույն հարց է այդպես բանը մերաբան շատ շնորհակալ եմ պարոն Սևադա ձեր այս չափազանց կարևոր այս դեր դիտարկումները եւ եզրահանգումները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար բարին ձեզ ահա մենք լսեցինք մեր գործընկերոջը Միացյալ Նահանգներից Լոս Անջելեսից կինոռեժիսոր եւ դիզայներ Արտակ Սևադային Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք կհանդիպենք արդեն վաղը խաղաղություն եւ բարին ձեզ